Ամեն ինչ լավ էր, շատ գոհ ենք։ I love Yerevan, I love Armenia. Very well organized. It's really nice to see. Անտիրա շատ սիրուն է, շատ սիրուն է։ Լուսավորության մասին խոսքեր չկա։ That was so amazing. I really had fun. Հրաշքի նման մի բան էր։ Մենք ընկղմվեցինք մեր մանկության հեքիաթը, այսպես ասել։ Հրաշալի էր, իսկական հեքիաթ էր, որ մեր երեխան առաջի անգամ արդեն գիտակից տարիքում մասնակցավ։ Շատ պատասխանատու ենք վերաբերվում, որովհետև ամիսներ շարունակ մեծ ջանք են գործադրել եւ կարծում եմ ամեն ինչ հավուր պատշաճ կերպով կներկայացնենք հանդիսատեսին։ Համերգից առաջ սկզբում մի քիչ վախենում էի, հետո շատ ուրախացա, որ օպերայում եմ երգելու։ Ես ինձ լարված էի զգում, բայց որ հասկացա, որ ոչ մի լարվելու բան չկա, հասկացա, որ ես պիտի մինչև վաղը մնամ այդպես ուրախ, որպեսզի իմ համերգներ լինեն ուրախ ձևի։ Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել, որպեսզի ես մասնակցեմ այս էպոսին։ Բոլորս քրտնաջան տանջվել են, որպեսզի իգործ դրվի Սաունցի Դավիթ էպոսը։ Ու մնացածը հանդիսատեսը կասի։ Ճիշտ ասած մի քիչ լարված էին, բայց ընդհանուր համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ տպավորիչ էր, շատ հզոր նախագիծ էր։ Ավելի լավ չէր կարող լինել։ Հրաշալի։ Ման էմոցիաներ ես վաղուց չէի ունեցել։ Բացառիկ խոր արվեստ էր իսկապես։ Սիրտ կար, հոգի կար, հայկական շիչ կար։ Հրաշալի էր, երեխաների ելքերը ուղղակի ցնցող։ Շատ վաղուց այսքան գեղեցիկ արվեստի աշխատանք չէինք տեսել, շատ հայեցի էր։ Հիասքանչ էր ուղղակի, հիանալի։ Մենք շաքաղել ենք ամբողջ ընթացքը։ Փայլուն էր ուղղակի, նորովի, բրավո։ Երեկոն ինչպես անցավ։ Անտիր։ Շատ ուրախ ենք։ Սենց բան երբեք տեսել ու հիմա շատ գոհ գնում ենք տուն։ Մեծագույն էպոսի ներկայացումը այս մակարդակով սա մեր ազգի, մեր ժողովրդի հպարտությունն է։ Շուրջ մեկ տարի առաջ որոշում կայացրեցինք Երևանի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություններում միջավայրը առավել ապահով եւ անվտանգ դարձնելու նպատակով բոլոր կառուցահատվածները մանկապարտեզների կահավորել տեսահսկման սարքերով։
Առաջին փուլով, այսինքն այս պահի դրությամբ արդեն իսկ թվով 1700 տեսախցիկներ են տեղադրված 42 մանկապարտեզներում, բնականաբար կախված նրանից, թե ինչ մակերես ունի մանկապարտեզը, քանի խմբասենյակով, ինչ կառուցահատվածներ կան, տեսահսկումը իրականացվում է ինչպես մանկապարտեզներում, տնօրենները ունեն հասանելիություն որպես վերահսկողական առաջնային օղակ եւ Երևանի քաղաքապետարանում Մանկապարտեզում տեղադրված է թվով 40 տեսախցիկներ տեղադրված են ամբողջ բակային հատվածներում, խմբասենյակներում, խաղասենյակներում, ննջարանում, բուժկետում, ֆիզկուլ դահլիճում, երաժշտության դահլիճում։ Ասեմ, որ ծնողական համայնքը եւ մանկավարժական անձնակազմը շատ ողջունում են տեսախցիկների առկայությունը։ Տեսախցիկները շատ կարևոր են մեզ ծնողների համար, քանի որ մանկապարտեզ ուղարկելու ծնողը ինքը հանգիստ է լինում իր երեխայի համար, խուսափելով ավելորդ, այսպես տարաձայնություններից։ Օրական ունենում ենք հետզանգեր մանկապարտեզներ տասնյակներով, բայց դրանք բնականաբար չեն վերաբերում լուրջ դեպքերին, ինչ որ կդիտարկենք, ինչ որ կնկատենք։ Սա նաև ընթացիկ վերահսկողության շատ լավ գործիք է։ Ծրագիրը շարունակական է լինելու, վերջնանպատակն է բոլոր մանկապարտեզներում ունենալ տեսահսկման հնարավորություն։ Մյուս տարվա համար եւս նախատեսվում է առնվազն 40 մանկապարտեզներում ունենալ տեսահսկման սարքերը։ Ես Լեռնիկ Մնացականյանս աշխատում եմ էլեկտրոտրանսպորտում 50 տարի եւ համարվում եմ 9 աշխատակիցներից մեկը։ Առավոտյան ժամը 9-ին մեր աշխատանքը սկսվում է, գալիս ենք, փոխվում ենք, անցնում ենք գործեր։ Առաջվա պայմանները մինչեւ 90-ական թվականները նորմալ էր, 90-ից հետո սկսեց արդեն ներս ավելի շատ անձրև գալ, քան թե դուրսը։ Դեպոյի պատրաստման օրվանից վերանորոգում չի եղել, մասնակ եղել է, որտեղ բաներ ունեն, բայց այն օգուտ չէր տանում։ Իսկ հիմա հիմնովին, որ վերանորոգում են, հույսեր ունենք, որ լավ կլինի։ Աշխատանքի մեր դժվարությունները մեր դեպոյի վիճակն էր երևի։ Անձրևների, սառը եղանակների ժամանակ շատ դժվար է, բայց սկսվել է վերանորոգում մեծ ծավալների, որի հետ մեծ սպասումներ ունենք, որ լավ կլինի, գեղեցիկ կլինի, վերանորոգված տակ։ Աշխատում եմ համակարգում 1981 թվականի մայիսի 1-ից։ Ինձ շատ հարազատ է վարորդական այս խցիկը, ղեկը, որի համար մնացել եմ պարկում ու աշխատում եմ։ Աշխատել եմ 36 տարի։ Հիմա էլ շատ հարազատ եմ զգում։ Իրենք էլ ինձ իհարկե եւ շարունակում եմ աշխատել։ Սենյակներից ջուր էր կատում։ Սկսել են տղաները աշխատանքը ու ես այս վերջի անձրևին երբ որ ներս եմ մտել, իմ սենյակը լրիվ արդեն ոչ մի կաթիլ ջուր չկար։ Մեծ հույս ունենք, որ շատ լավ է լինելու։ Դեպոյի վերանորոգումը, սա գիտեք, սա մի հատ մեծ ձեռքբերում էր։ Ինչպես եւ խոստացել ենք, Երևանում մեկնարկում է համայնքային կացարանների կառուցման ծրագիրը եւ մեր առաջին մեծ կացարանի շինարարության մրցույթը արդեն հայտարարված է։ Կացարանի նախագիծը պատրաստելիս ուսումնասիրել ենք միջազգային փորձը եւ հաշվի ենք առել կենդանիների բարեկեցության նորմերը։ Կուզենամ նշել, որ այս կացարանը ուղղակի իրենից վանդակներ չի ներկայացնելու, այսպես ասած, եւ կացարանում կենդանիները ապահովված են լինելու ինչպես կերով, ջրով, բժշկական ծառայություններով, այնպես էլ ազատ տեղաշարժի հնարավորությամբ։ Կացարանը նախատեսված է լինելու մինչև 300 թափառող անտուն շների պահման համար եւ մենք նախապատվությունը առաջնային տալու ենք այն կենդանիներին, որոնցից իրենց տերերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են եւ այդ կենդանիները հնարավորություն կարող են ունենալ կրկին ընտանիք գտնելու եւ որդեգրվելու։ Կացարանում պարտադիր հստակ պայմաններ կան, որ բոլոր շները լինելու են ստերջացված եւ ստանալու են համալիր բոլոր պատվաստումները։ Մենք իհարկե նաեւ քննարկում ենք կենդանիների խնամքի կազմակերպման գործընթացը եւ մեծ հույսեր ունենք, որ կկարողանանք
ներգրավել մեծ թվով կենթանասեր կամավորներ, ովքեր կարող են գալ ներգրավել նրանց խնամքի պահպանման, ինչու չէ նաև զբոսանքի գործընթացներին։ 2026-ը հենց կմեկնարկենք կացարանի շինարարական աշխատանքների մեկնարկով։ Կուզեմ առանձնահատուկ նաև նշել, որ սա առաջին պետական կացարանն է լինելու, այսինքն մինչ այս Հայաստանի Հանրապետության տարածքում պետության կողմից երբևէ չի կառուցվել կացարան նախատեսված անտուն թափառող կենդանիների համար։ Երևանի քաղաքապետարանն այս տարի եւս ապահովում է հեքիաթային տրամադրությունը ամանորյա տոնավաճառում Շահումյան պուրակում, որը կգործի դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը, քանի որ ձմեռային երեկոները կարող են բավականին ցուրտ լինել, ջերմ եւ տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի եւ սիրված արտիստներ։ Դեկտեմբերի 14-ից պուրակում ելույթ կունենան սիրված երաժիշտներ եւ պարային խմբեր։ Մենք ազգային ավանդական պարի խումբը, Կամի Ֆրենսը, Կարինա Արուստամյան եւ The Band-ը, Midnight Avenue եւ Ultraviolet Band-երը, Nemran, Արսեն եւ Արթուր Սաֆարյանները եւ Սարգիս Մանուկյանը եւ ընկերները։ Իսկ փոքրիկների համար կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ հեքիաթային հերոսների եւ իհարկե ձմեռ պապի մասնակցությամբ։ Տոնենք ամանորը միասին։ Հուզական աջակցության թեժգից, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։